Օդի ջերմաստիճանը փետրվարի 15-ից մինչև օրս մնաց կայուն բարձր, այսինքն լուրջ ջերմաստիճանի անկումներ հանրապետության տարածքում չգրանցվեցին։ Իսկ փետրվարի երկրորդ կեսից ջերմաստիճանի բարձրացում եւ կայուն այսպես այդ բարձր ջերմային ֆոնը պահպանում մինչև օրս, մոտ 15 օր, դա լինում է շատ հազվադեպ։ Այս վերջին 15 օրերի ընթացքում գրեթե ամեն օր օդի միջին ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է եղել 8-ից 10 աստիճանով, իսկ առանձին օրեր մինչև 14 աստիճանով նորմայից բարձր է եղել։ Նույն ներկա պահին էլ այդ բարձր ջերմաստիճանը պահպանվում է, ասեմ, որ երեք ամենաբարձր ջերմաստիճանը գրանցվել է Բագրատաշերնում 21 աստիճան եւ 19-ից 20 աստիճան տաքություն է նկատվել Արարատյան դաշտում դիտվել։ Եվ այս 10 օրերի ընթացքում բացասական ջերմաստիճաններ Արարատյան դաշտում չեն գրանցվել։ Ներկա պահին հանրապետության տարածքին մոտեցել է հաջորդ տաքոթի ալիքը։ Եթե նախորդ անգամ դա եկել էր մերձավոր արևելքից եւ միջերկրական ծովից, ապա այս անգամ այդ տաքոթի հոսանքը հանրապետության տարածքին մոտեցել է ուրեմն Իրաքից, անմիջապես հարավից։ Հիմա մենք գտնվում ենք այդ տաքոթային հոսանքների ազդեցության տակ եւ ըստ կանխատեսման առաջիկա 7-8 օրերին մենք գտնվելու ենք այդ տաքոթային հոսանքների ազդեցության գոտում։ Օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև մարտի 4-ը ներառյալ, կբարձրանան եւ ցերեկային եւ գիշերային ջերմաստիճանները։ Այսպիսով այդ բարձրացման արդյունքում ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն մարտի 3-ին եւ 4-ին, Արարատյան դաշտում հասնելով մինչև 22-23 աստիճանի, իսկ Տավուշի եւ Սյունիքի հովտային հատվածներում, այսինքն Իջևան, Բագրատաշեն հատվածներում, Սյունիքից Մեղրի, Կապան, Ագարակ հատվածներում օդի ջերմաստիճանը չի բարձրանում, որ հասնի մինչև 24-25 աստիճանի, որը նույնպես կհամարվի անորմալ տաք եղանակ եւ օդի ջերմաստիճանը բարձր կլինի նորմայից կրկին մոտ 8-ից 12 աստիճանով։ Հիմա եթե համեմատենք, թե այս ջերմային ֆոնը միջին իր արժեքով տարվա որ ժամանակահատվածին է բնորոշ, ես պետք է ասեմ, որ այն բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին։ Այսինքն ապրիլի առաջին տասնօրյակում է միայն, որ Արարատյան դաշտում եւ հանրապետության ցածրադիր հատվածներում օդի ջերմաստիճանը բարձրանում է 20-21 աստիճան եւ գիշերային ջերմաստիճանները բարձրանում են 8-ից 10 աստիճան։ Ձյան պաշարները հանրապետության տարածքում գնահատվում են բավարար, բավականին առատ ձյուն է կուտակված լեռնային շրջաններում, ներկա պահին ձյան առավելագույն բարձրությունը հասնում է մեր Արագած բարձր լեռնային օդկայանում մոտ 1.5 մետր, մնացած լեռնային շրջաններում այն տատանվում է հիմնականում 20-ից 50 սանտիմետրի սահմաններում։ Եվ պետք է ասեմ, որ տեղումների քանակը փետրվարին եղել է նորմայի մոտ, առանձին հատվածներում նույնիսկ դրական շեղումներով։ Մարտը նույնպես կանխատեսվում է տաք, ամբողջ մարտը։ Միջին ամսական ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 1-ից 2 աստիճանով եւ կանխատեսվում է տեղումնառատ կրկին մարդ։ Տեղումները կլինեն նորմայից ավելի։